Պարոն Հովհաննիսյան, նախորդին Ալիևը հայտարարություններ արեց, ասելով, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում երևում է, որ Հայաստանի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, եւ ի վերջո հայերը, մեր պետությունը պետք է պատրաստ լինեն ադրբեջանցիների վերադարձին։ Այնուամենայնիվ, այսպես շատ հպանցիկ որևէ կերպ անդրադարձավ Արարատ Միրզոյանը, բայց որպես այդպիսին պետական պատասխան, ինչպես միշտ Ալիևի հայտարարություններին չեղան։ Ինչի չեղան։ Սխալ եք, պետական պատասխան եղավ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դե ես ինչ անեմ, եթե ցարական քարտեզներում դա գրված էր։ Գիտեք ինչ կա, դա ոչ թե պետական պատասխան, այլ պետական ստորաքաշ վախկոտ թուրքահպատակ ոչնչության պատասխան էր։ Հայաստանի եւ հայ ժողովուրդը երկար դարեր ապրել են թուրքական, մահմեդական, արաբատար պետությունների ներքո, բնականաբար պետական բոլոր փաստաթղթերում Հայաստանի տեղանունները դա մահմեդականացվել է, այսինքն եղել են թուրքական, եղել են արաբական, եղել են պարսկական, դա բնական է եղել։ Օրինակի համար, երբ Նիզամին ասել է, որտեղ ինքը ծնվել, ասել է, ես ծնվել եմ Գանձակում, Հայաստանում, Նիզամի Գանջիև է, որ հիմա Գանջիև այն, չէ՞ ասում, այն ժամանակ Գանջա չի եղել, Գանձակ է եղել։ Հետագայում այդ Գանջան դարձել է Ելիզավետպուր, հետո դարձել է Կիրովաբադ, հետո դարձել է Գանջա, թուրքական, հասկանում եք։ Այսինքն, եթե տեղանունները եղել են այդ լեզվով, դրա մասին ոչինչ չկա, բայց ես ուրիշ հարց եմ ուզում անդրադառնալ։ Դուք հասկանում եք, դուք այդ տեղանունների տակ թաքնված ամենասարսափելի վտանգը չեք ուզում տեսնել։ Նայեցեք, այսօր արդեն Արևմտյան Ադրբեջանի կառավարությունը հավաքագրել է 100,000 ադրբեջանցիներ, որոնք պետք է վերաբնակեցվեն Հայաստանում։ Այո։ Նրանց թիվը պետք է կազմի 300,000, մինչդեռ 1989 թվականի մարտահամարով Հայաստանում ապրել է ընդամենը 185,000 ադրբեջանցի։ Նրանք դարձել են արդեն 300,000։ Իսկ Ադրբեջանում ապրել է 650,000 հայ։ Նույն մարտահամարի տվյալներով։ Հայաստանի հայերի վերաբնակեցումը Ադրբեջանում չի քննարկվում ընդհանրապես։ Ինչպես նաև արցախահայերի վերադարձը։ Բայց ադրբեջանցիների վերադարձը 185,000-ի փոխան 300,000 դա քննարկվում։ Վերջերս ես նայեցի մի հետաքրքիր վերլուծություն ամենամեծ ծնելիություն ունեցող երկրները, որ երկրում ինչքան մարդ է տարեկան ավելանում։ Ադրբեջանը, որը 1939 թվականի իր կազմավորման սկզբում ունեցել է ընդամենը 1,700,000 ադրբեջանցի, այսօր դարձել է 10 միլիոն։ Հայաստանը ունեցել է այն ժամանակ 1,200,000 մարդ, այսօր դարձել է 3 միլիոն։ Այսինքն, տեսեք, աճը ինչքան դանդաղ է Հայաստան եւ Ադրբեջանը ինչքան արագ է։ Այսինքն, եթե մենք 300,000 մարդ է վերաբնակեցում Հայաստանի Հանրապետություն, մի սերունդ հետո էթնիկական գերազանցությունը Ադրբեջանի բացահայտել է։ Եվ այն ժամանակ կարող են միջազգային օրենքներով հանրակրվեով դարձնել Հայաստան Ադրբեջան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը կոչված է կատարելու Ադրբեջանի բոլոր եւ Թուրքիայի բոլոր ցանկությունները, ապա այս խնդրում նույնպես դա անելու։ Եվ մենք կորցնելու ենք մեր երկիրը։ Ադրբեջանը, ինչպես Արցախի հարցում նույն Նիկոլ Փաշինյանի հետ խելք-խելքի տվեցին եւ Արցախը հայաթափեցին այնպես, որպես միջազգային եւ հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ մի վտանգ չի սպառնում Արցախի հայերին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց։ Մանկի ամբիոնիցը իր ասածը կրկնեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Այսինքն ադրբեջանական հանցագործությունների մաքրազերծումը կատարեց Նիկոլ Փաշինյանը։ Նայեցեք, Ադրբեջանը ինչ է ցանկանում մեզնից։ Արցախներ վերցրեց։ Նիկոլ Փաշինյանը տվեց։ Ուզում էր բանակը թուլանալ, Նիկոլ Փաշինյանը դա կատարեց։ Այսօր մենք ունենք 40,000-ից բանակ, 85,000-ից բանակի փոխարեն ունենք 40,000-ից բանակ։ Եվ եթե բաններ կրճատում են, 1.5 տարի են դարձնում, իբր թե ժողովրդական չեն անում։ Դա 25% բանակը կրճատվում է, ապա կրճատվում է եւս 10,000-ով։ 30,000 դառնում։ Այդ հարցին առանձին կանդրադառնանք, Ալիևը նայեցեք, ասեց Հայաստանի բոլոր տեղանունները
ադրբեջանական է։ Բայց իր ժամանակ Ադրբեջանը այդպեսի չի եղել, եղել են Կովկասի թաթարներ եւ մահմեդական։ Հայաստան ադրբեջանց չի ապրել, եղել են մահմեդականներ եւ Կովկասի թաթարներ։ Հասկանու ադրբեջանց չի եղել։ Նրանց չի, իրենց չեն համարել թուրք։ Բոլորին կոչել են մահմեդական, պարսկիներին կոչել մահմեդական, քուրդին էլ, թուրքին էլ, թաթարին էլ, բոլորը եղել են մահմեդական, ադրբեջանց չի եղել։ Իսկ ոչ մեկը չի ասում, ախր դուք Ադրբեջան որպես ժողովուրդ չեք եղել։ Ինչպես կարող է ադրբեջանական լինել։ Այո, Գյոքչա եղել է եւ եղել է Սևանալիչ եւ Գյոքչա եղել, հայերն ասել են Սևանալիչ, Գեղամատցով։ Իսկ իրենք ասել են Գյոքչա։ Հա, երեք տարբեր լեզուներով եղել, բայց նա եղել է հայկական եւ Հայաստան։ Իսկ ինչու օրինակ համար նույն այդ տապանքը, այդ ոչնչությունը, այդ թուրքական վիժվածք Նիկոլ Փաշինյանը չէր ասում։ Ընդհանրապես թուրքերը այս Կովկասում չէին եղել, Գեղամա լճում, Սևանա լճում, Սևանա լճի ճակատամարտ եղել արաբների դեմ։ Պատմական փաստեր են։ Ես ձեզ կխնդրեմ նաև այս ոչնչությանը, կիսագրագետ ոչնչությանը թող Հակոբյանի, Թաթիկ Հակոբյանի պատմական Հայաստանի աշխարհագրությունը գիրքը կարդա։ Այնտեղ գրված են մեր բոլոր տեղանունները շիրակացու բանով, քարտեզով, բոլորը հայկական են։ Հիմա նայեցեք նույնն է։ Դες Բաքուրակերտը, չէ՞, մերն է, չէ՞։ Մենք ասում ենք Բաքուրակերտը։ Դա Բաքուրակերտն է։ Գանձակը, մենք ասում ենք Գանձակ է եղել երկար տարիներ։ Նիզամին Գանձակեցին, վերել է Գանձակ։ Հասկանում ես, իրենք հարձակվում են մեր էթնոսի վրա, ստորացում են մեր էթնիկական գոյությունը, մեր ազգային հպարտությունը եւ այս Նիկոլի այս դավաճանական այս պիղծ իշխանությունը պաշտպանում են նրանց թեզերը։ Եթե ինչի օրինակ համար այդ հարցը տալիս, եւ այդ ստոր գարշելի թուրքահապատակ Նիկոլը Արարատը համարում է ոչ հայկական։ Ինչ եք զարմանում։ Պարոն Հովհաննիսյան, իրենց ասած խաղաղությունը այս տեսքով Դա խաղաղություն չէ։ Գուցե իրենք չեն էլ խափում, հենց լավ էլ ասում են, որ էսա մեր ասած խաղաղությունը էսա, ուզում եք ուզեք։ Ուզում եք չուզեք։ Դե Նիկոլ Փաշինյանը այդ հարցում հանճարեղ պատասխան Ավելան չեն ասել կառավարությանը մի մեղադրեք։ Ժողովուրդ այդ կառավարությունը ձևավորել ես դու։ Ինչ կառավարություն անում է, մեղավորը դու ես։ Եթե սխալ է անում, մեղավորը դու ես։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն։ Չեք հավատում, իմ էջում հենց Facebook-յան էջում այսօր վերա հիշել եմ, որպեսզի մարդիկ անդադ այդ ապուշ արտահայտությունները հիշեք։ Նրանց մեջ խաղաղություն չկա։ Խաղաղություն է լինում, երբ երկկողմանի պայմանավորվում են զիջումներ կատարել։ Բայց միակողմանի զիջումներ դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիա է, որը մեր կործանման ուղիղ ճանապարհն է։ Մեր կործանման ուղիղ ճանապարհ։ Պարոն Հովհաննիսյան, կապիտուլյացիա, նայեցեք, ես շարունակեմ, կներեցեք, որ ընդհատեցի ձեզ։ Նայեցեք, եթե ազգային անվտանգություն չունես, ինքնիշխանություն չունես, եթե քո ամենակարևոր ստրատեգիական ճանապարհը 100 տարով տվել ես ուրիշին, այսինքն դա քոնը չէ։ Եթե քո բոլոր ստրատեգիական բարձունքները տվել ես Թուրքին եւ Ալիևն ասում է ես իմ ստրատեգիական բարձունքները գրավել եմ, ոչ մի միլիմետր հետ չեմ կանգնելու։ Եվ շարունակում ես խաղաղության անվան տակ կատարել թուրքերի բոլոր պահանջները։ Ինչ խաղաղություն, դա պրիմիտիվ կապիտուլյացիա։ Դուք գիտեք ինչ է կատարվում։ Մենք ընդհանրապես պաշտպանություն չունենք։ Ընդհանրապես չունենք։ բանակի բյուջեն էլ կրճատեցին։ Լսի, բանակի բյուջեն կրճատեցին, այս ժողովրդի աչքն էլ հանեցին։ Մի ժողովուրդ, որը իր սուրը տալիս է իր թշնամու ձեռքը, ինչպես 15 թվին, նա այդ ժողովուրդը ապրելու իրավունք չունի։ Հիմա հայը զրկել է ինքն իրեն ապրելու իրավունքից։ Ես ինչպես քանդեցին բանակը։ Դες գեներալներն են, արցախցիները վատն էին, Արցախը տվեցին, գեներալները վատն էին, բանակը տվեցին։ Հասկանում ես։ Օրինակ համար ոչ մեկը չի ասում։ Նիկոլ, քեզ ո՞րտես 17 միլիոն դոլար Կանադայում տուն ես սա։ Կամ Աննա Հակոբյան, քեզ ո՞րտես 1.9 միլիարդ եվրո Դավոսում, որ գնում ես արժեթղթեր առնելու։ Կամ Ավինյան, քեզ ո՞րտես 2 միլիոն դոլարանոց առանձնատու Սևանում կամ Արաբկիր համայնքում, ո՞րտես քեզ։ Այս իշխանությունները սարսափելի թափթախված են կոռուպցիայի մեջ եւ իրենք պետք է մեզ տանեն կործանման, լրիվ տանելու են կործանման։ Հետո ասելու են ժողովուրդ դու ընտրեցի, ես քո կամքը կատարեցի։
Այսինքն էլի մեղավոր է լինելու այս ժողովուրդը, այս ոստիկանը, որ մի փոր հացի համար վաճառել է իր հայրենիքը, նա հետո ուշքի է գալու, բայց ուշ է լինել։ Հասկանում ես։ Այսօր մեկը երեք ասում է ասֆալտ են անում։ Ասֆալտը ինչ դրարել է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Դու գիտեք, ես մի բան ասեմ։ Հայաստանի Հանրապետություն ես որպես գնդապետ օպերատիվ ղեկավարման օղակում եմ տվյալներ ունեցել 450 տանկ է ունեցել Հայաստանը։ Հիմա գիտեք քանի տանկ է։ 100։ Դե հիմա 450 տանկի սպասարկումը դա տարեկան մի 5-6 միլիոն դոլար է կազմում։ Այդ 5-6 միլիոն տանկը չեն սպասարկում, ասֆալտ են անում եւ ժողովուրդը ասում է լավ իշխանություն ասֆալտ անում։ Ժողովուրդը չի ասում մենք 350 տանկ այլևս չունենք, պաշտպանված չենք, բանակ չունենք։ Պարոն Հովհաննիսյան, դե ասում խաղաղության ենք գնում։ Ասում են խաղաղություն են գնում, բանակը մեզ պետք չի, մեզ մարդունակ բանակ պետք չի, խաղաղության են գնում, բա լավ։ Ալիևը երբեք չի ասել այս խաղաղության են գնում։ Ալիևը երբեք չի հրաժարվել իր ազգային պահանջներից Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Երբեք։ Որևէ թուրք հրաժարվել է, անգամ Եղեռնը ուրացավ, Եղեռնի մեջ մեղադրեց հայերին Նիկոլ Փաշինյան։ Թուրքերը ոչ մի ռեակցիա չտվեցին։ Գնացել է Թուրքիա, ոչ թե գնացել է ազգային հարցեր լուծելու, այլ վերարտադրվելու համար թուրքական օգնություն խնդրելու։ Իշխանություն ընտրությունների ժամանակ, որպեսզի Թուրքիան իրեն օգնի։ Դուք գիտեք այդ 200,000, 180,000 անձնագրերը հայկական Թուրքիայի սահմանում վրացիները բռնեցին։ Դուք գիտեք դա հիմա Վրաստան եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դրա համար փչանում է։ Նիկոլ Փաշինյանը հիմար արտահայտություն չի արել վրացիների հանդեպ վերջերս։ Հենց այդ պատճառը որ ինչի են բռնել, դա պետք է գար Հայաստան։ Պետք է դրանով իրենք երկրորդ կրկնվող ընտրություններ անեին։ ID 20,000 ID քարտ, 180,000 անձնագիր, բարձր որակի։ Հիմա 26 թվականի ընտրությունները ինչպիսին է լինելու, պարոն Լինելու Հովհաննիսյան, են այս կեղծ, համատեքստում։ լինելու է շատ կեղծ, լսեք, բոլոր նրանց, ովքեր ընտրությունների ժամանակ կարող են ունենալ ձայն եւ կարող են ունենալ հեղինակություն, բոլորին կանոնավոր։ Բոլորին, Վերընտրվելու են, այսինքն։ Գիտեք ինչ կա, իրենք չեն վերընտրվելու, բայց կեղծելով թիվ են կրակել։ Այսինքն էլի անցնելու են իշխանությունը մնալու է իրենց Դուք ձեռքին։ կասկածում եք։ Եթե մի ժողովուրդ, որի սրբությունները վիրավորում են եւ լռում են, ես խելոքի տեղ դրած, մի հատ ոստիկանի ասում, դե ես ինչ անեմ, ես իմ պարտականությունները հստակ կատարում եմ։ Ինչ մասն է խոսքը։ Իրենք գիտեմ, որ իրենք 10, ես Սյունիքում կատարել եմ սոցիալական հարցում։ Երբ որ ասեցին 12%-ային կբան, Սյունիքում ունի 3-4%։ Իրենք էլ այդ 3-4%-ը գիտեք ովքեր են։ Գիտեք ովքեր։ Ովքեր որ պետական ծառայող ունեն, ովքեր որ երեխա ունեն աշխատող ստրուկտուրաներում, վախենում են։ Հասկանում ես։ Պարոն Հովհաննիսյան, այսինքն մենք գնում ենք հստակ ոչ թե խաղաղության, այլ գնում ենք կապիտուլյայի, մենք արդեն կապիտուլացված փալասի նման թուրքի ոտքերի տակ ընկած ազգ ենք, ժողովուրդ ենք, պետություն ենք, եւ թուրքը ցանկացած պայն ինչպես ուզի, մեզ են տվար։ Պատերազմ էլ այսինքն չի լինելու, սուսուխուս հանգիստ։ Լսեք, եթե Ադրբեջանը 125,000-ից բանակ, եթե Ադրբեջանը ունի 560 տանկ, դու 100 տանկ, եթե Ադրբեջանը ունի 2000 հրետանի, դու ունես ընդամենը 500 հրետանի, եւ այսպես շարունակ։ Եթե Ադրբեջանը գեր ժամանակակից զինված հոբ համակարգ ունի, իսկ քո երկիրը 8 տարի ոչ մի զենք չի գնել։ Ոչ մի զենք։ Այդ հնդկական զենքը դա փուչ էր, սուտ էր, ոչինչ չի գնել։ Դու 8 տարի, ամեն տարի 13 զորավարություն է անցկացնում Ադրբեջանը։ Քո բանակը ոչ մի զորավարություն չի անցկացրել։ Ոչ մարտավարական, ոչ մարտական պատրաստություն բարձրացնել, ոչ մարտական պատրաստականությունը բարձրացնել։ Հասկանում եք։ Մեր բանակը մենք ունեցել 85,000 բանով, Ադրբեջանը ունեցել է զինված ուժեր 85 եղել, Ադրբեջանը 95,000 եղել։ Զենքի զինամթերքի առումով, որակական առումով մենք ավելի բարձր ենք եղել։ Մեր մարտունակությունը ավելի բարձր էր։ Սակայն Ադրբեջանը այսօր շատ ավելի բարձր։ Դու ունես ընդհանուր 40,000, որը շուտով դառնալու է 30,000։ Հիշում եք Ալիևը 10 տարի առաջ հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ունենա 20-30,000-ից ոչ ավել բանակ։ Մենք կապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Պարոն Հովհաննիսյան։ Եվ հասան դրան։ Արցախ, ես նորից եմ ասում։ Ադրբեջանը
Թուրքիան վերցրեցին այն, ինչ երբեք ոչ մի իշխանություն, եթե այս դավաճանական կալանը չլինի։ Օրինակի համար, դուք գիտեք ԿՊԻ-ի այդ ձեր սեղմը լոգոն, որտեղ է լոգոն է։ Գիտեք, թուրքական ապրանքի լոգոն։ 1973 թվականին Միլի Մեջլիսը Թուրքիայի հաստատել է տեղական արտադրության լոգո։ Այդ լոգոն ԿՊԻ-ի լոգոն։ Ապագա կա ապագան, դա Դավութ Օղլու Վաթան կուսակցության, քելեչեք վար, քելեչեք, ապագա կա ապագա։ Սրտիկը, որ Նիկոլ Դուիակ ադրբեջանական կուսակցություններից մեկի առաջադիմություն եւ հպարտություն կուսակցության սիմվոլն է եղել, եւ իրենք են դա էլ է Թուրքիայից վերցրել։ Այսինքն հայ հասարակությանը սովորեցնում են։ Հայ հասարակությանը չեն սովորեցնում։ Հայ հասարակությանը ամեն օր ստորացնում է։ Ստորացնում են, տեսեք։ Երեք մեր տան եղել է մի հյուր, ասում մանկապարտեզ են սարքում, դպրոց են սարքում։ 261 դպրոց, 300 մանկապարտեզ են տվել այդտեղ, չէ՞։ 132 դպրոց է փակել։ Ընդհանրապես կառուցել է 5 դպրոց։ Արա Նիկոլը դպրոց է կառուցել, պալատ չի կառուցել։ Հասկանում եք։ Եվ հետո հիմա շատ են ակտիվացել, նոր կայքեր են իրենք բացել, եւ տեղեկատվական դաշտում անդադ ցույց են տալիս, որ իրենք կան։ Ճիշտ է, այն անեծքները եւ այն հայհոյանքները, որ հնչում են դրանց տակ, դա մի սարսափելի թեմա է։ Մեր հասարակությանը իջեցրել են խելագարության աստիճանում։ Եվ ասեմ ձեզ, գալիք ընտրություններում Նիկոլը ընտրվել է թուրքական սավինների վրա։ Թուրքական սավինների վրա։ Պարոն Հովհաննիսյան, ինչ է լինելու դրանից հետո։ Քանի որ ձեր կանխատեսումները այնպեսին են, որ 26 թվականին իրենք թեկուս կեղծելով էլի անցնելու են այս ընտրությունները, դրանից հետո ինչ է լինելու։ Կամ ինչ պետք է անեն, որ ավելի վտանգ չի։ Ամենամեծ սրբությունը դա մեր վեհարանն էր, կաթողիկոսներ, բացում են։ Եվ գիտես ինչ կա, ժողովրդից հարցնում եմ, իրենց մեկ պետք չի։ Խապեցին, ասին մենք եկեղեցու դեմ չենք, մենք կաթողիկոսի դեմ ենք։ Եվ չեն հասկանում, տես գեներալների դեմ են, չէ, բանակի դեմ չեն, բայց բանակը կործանեց։ Տեսեք, հիմա քո 5 եպիսկոպոս կալանավորված են։ Դե հարցրեք, այս է սրանց։ Հենց հիմա հարցրեք, տեսեք, ոչ մի բան չեն, այն սուտը, որ իրանք նկարները բանը, որ ասում են, այդ սուտը ազդում է սրանց վրա։ Մարդիկ, մանը, հոգեբան մանը ֆրանսիացի, ֆրանսիական հեղափոխությունից հետո հանճարեղ գիրք ունի, ամբողջի հոգեբանությունում գիրք ասում է, հանցագործ ամբողջը երբեք չի խոստովանում իր սխալը։ Հիմա մեր այս ամբողջը հանցագործ ճանապարհով այդ տականքին բերեց իշխանության, եւ ինքը չի խոստովանում իր սխալը։ Եվ փրփուրներից ման է գալիս, ինչ որ մի բան անելու։ Այսօրվա ոստիկանները, որ հայ են ծեծում, դա թուրքի տականք են։ Բայց իրենք հանուն աշխատավարձի դառնում են ու իրենք չեն հասկանում ինչ են անում։ Ասում են դե լավ է լինում։ Ասում լավ բանակ չունեք, ի՞նչն է լավ։ Նայեցեք Սաղարուտավայրը, ես Սիսյանից եմ, Սաղարուտավայրը տվել են Թուրքի։ Մեր փողոցից 250 խոշոր եղջերավոր անասուն էր դուրս գալիս։ Հիմա գիտեք քանից է դուրս գալիս։ 0 Հասկանում եք, դուրս են գալիս հայտարարում են, չէ՞։ Օրինակ ասում են բանակը թիվը կրճատվում է, չէ՞։ Ասում են, բայց գիտեք ինչ կա, պայմանագիր են կնքում, 5 տարով պայմանագիր են կնքում, բան են անում եւ այլ։ Այդ սոցիալական անապահովի 4300 մարդ է պայմանագիր կնքել։ 12000-ով կրճատվել է բանակը, 4300 պայմանագիր են կնքել։ Դա պարտադիր ժամկետային զինծառայ եւ սիմջալից ասեմ, նախկին իշխանությունները, որ այդքան սիրում են քննադատել, միակ բանը, որ մեր բանակը առավել է Ադրբեջանից, մեր զորակոչային ռեսուրսն է։ Որ մենք այսօր 50000 զորակոչային ռեսուրս ավել ունենք, քան 10 միլիոնից Ադրբեջանը, որովհետեւ դա նախկին իշխանությունների բանակաշինության արդյունք էր։ Դե հեսա չենք ունենալ։ Էլ չենք ունենալ, էդ էլ չենք ունենալ։ 10,000-ով կրճատվել, որովհետեւ պլան, իրենք պլան։ Պարոն Հովհաննիսյան, ինչ պետք է անենք։ Ելք կա, եթե միակ ելքը այս դավաճան կապիտուլյան ստոր իշխանությունից ազատվել։ Ոնց։ Բոլոր օրինական սահմանադրական ճանապարհ։
Ստացվելու է սահմանադրական ճանապարհով։ Եթե չստացվի, ուրեմն այս ազգը ապրելու իրավունք չունի։ Այս ազգը պետք է դառնա մենտ նիկոլական, մենտ ու հայցեց։ Մինչև թուրքը գա իր վիզը եւ իր ընտանիքի վիզը։ Ժողովուրդը պետք է անի, ինչ պետք է անի։ Իհարկե պետք է ժողովուրդը անի, բայց ժողովրդին պետք էլ չի։ Ժողովրդին պետք էլ չի։ Հասկանում ես, Նիկոլը դուրս է գալիս, ասում է 800,000 աշխատավարձ ստացող աշխատող։ Հասկանում ես։ Բայց վիճակագրական տվյալները նայում ես 650,000։ Հասկանում ես։ Խափում են։ Բացարձակ ստում են։ Մենք Երևան քաղաքից 1 տրիլիոն 250 միլիարդ դրամ այս տարի ավել փող են հավաքում։ Գույքահարկի, տրանսպորտի հարկի, տուգանքների, տուժերի, պարտադիր հարկային պարտականությունների ավելացման, իսկ Երևանը աղքատացնում են, որպեսզի թուրքական կապիտալը գրավի։ Ոչ ոք դա չի հասկանում։ Ասում էլ ես, ապշում է։ Գույքահարկը ինչքան է ավելացել։ Իմ գույքահարկը Երևանում 2 անգամ ավելացել։ Միայն տրանսպորտային թանկացումների պատճառով Երևանցին 30 միլիարդ դրամ ավել փող է տալիս։ Բայց իրենք ազնիվ են։ Նիկոլը ասում է, ես գիժ եմ, ես ապուշ եմ, էշ դուրս է դալ ժողովուրդը ոտքի կանգնի։ Հասկանում ես, ժողովուրդը ոտքի չի կանգնում։ Այն ազգային մասսան, ովքեր դուրս են գալիս, ովքեր վտանգ են իրենց ներկայացնում, սպանում են, ինչպես քաղաքապետերին սպանեցին, կալանավորում են, ինչպես քաղաքապետերին եպիսկոպոսներին կալանավորեցին։ Հասկանում եք, եւ դառնում է այնպես, որ գլխատում են ազգը, ինչպես թուրքերն էին ժամանակին։ Թուրքերն էին ժամանակին գլխատում հայ ազգը։ Ալիևի առաջադրանքները այսինքն լավ են կատարում։ Ալիևի եւ Էրդողանի առաջադրանքներ ունի եւ կատարել։ մեղադրանք չի, նայեցեք, գնում է Թալին, չէ՞, թալինցիները եկած են Սասունից, չէ։ Եթե թալինցին ամենասարսափելի ձևով չի վիրավորում Նիկոլին հեռացնի իր բնակավայրից, ուրեմն ինքը ճիշտ է անում, որ ասում է Եղեռնի կոտորածի մեղավորը հայերն են Թուրքիան։ Ասել է, չէ։ Ասել է ցեղասպանության ճարտարապետները հայերն են։ Ուղիղ տեքստով ասել է, որ հայերը իրենք գնացել են ցեղասպանվել։ Եվ Թալինցին այսօր այս դավաճան կապիտուլյան սլիկային քարով չի խփում։ Հասկանում ես։ Եթե ինքը ընդունում է, ուրեմն ճիշտ են անում իրենք։ Եթե բանակը թույլատրում են, ուրեմն ճիշտ են անում իրենք։ Եթե դες Նիկոլ Փաշան իր բերանով ասում, մենք դավաճանել մեր ազգային մեր ազգի ազգային անվտանգությունը։ Ինքն է խոստովանում։ Ով է ոտքի կանգնել։ Ոչ մեկը։ Ասում եմ ես թանկացնում եմ շահառուն ժողովուրդը, թող ժողովուրդը չմուծի, թող ոտքի կանգնի։ Եթե ոտքի չկանգնում, ուրեմն ժողովրդի համար լավ է։ Համաձայն։ Դա Նիկոլ ավելի ազնիվ է, քան բոլոր հայերը իրար հետ վերցրել։ Որտեղ Նիկոլը ինքը փողը վերցրել է, ինչպես Զատուլինն է ասել 5 միլիարդ վերցրել է, ինչպես վերջերս մի տեղ կարդացի, որ 10 միլիարդավոր դոլարներ օֆշորում։ Միայն Վիվարոյից Նիկոլը տարեկան ունի 2 միլիարդ դոլար փող։ Խաղատներից։ Դա հո իրենց թվերն են, իրենց բերած թվերն են։ 8 տրիլիոն դրամ Վիվարոյում խաղադրույք կա, որից 5 տրիլիոնը անհասկանալի ճանապարհից եկած փողեր է, որոնք գնում են ու հետ են գալիս, պետական բյուջեից փոխանցում են, շրջանառություն են ցույց տալիս, այսինքն որ ասում են տնտեսական 3-7%, չէ՞, արդյունաբերություն չկա, գյուղատնտեսություն չկա, հարկերի եւ փողի շրջանառության միջոցով տնտեսական աճ են ցույց տալիս, խափում են։ Թող շատ չեն կարողանում բարձրացնել, որովհետեւ փող չկա։ Գիտեք մեր պետական պարտքի ինչքան է։ Ավելանում է, արդեն մոռացել եմ։ 15 միլիարդ։ Որից արդեն 9 միլիարդը 8-ից 9 միլիարդը Նիկոլի օրոք։ Ոչ մի գործարան չի կառուցվել, ոչ մի աշխատատեղ չի կառուցվել, անլայնված վերարտադրություն չկա, գյուղատնտեսություն կրճատվել է 50%-ով, ոչինչ չկա, բայց տնտեսական աճ կա։ Եթե տնտեսական կա, հիշում եք, մի հատ գրզոյ կար էս Սուքերսյանը, Նիկոլի օլիգարխը, հայտարարում էր փողի խնդիր չկա, 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող կա պետական բյուջեում։ Հետո վիճակագրական տվյալները հավատացի, ես ստախոս անվանեցի, հանեցի, ընդհանուր 270-500 միլիոն դոլար կար։ Ոչ թե միլիարդ, այլ 500 միլիոն
250 միլիոն դոլար կար պետական բյուջեում ռեզերվային փող։ Եթե փող կան, չեք վերցնում այդքան պարկ։ Ուր է գնում այդ պարկը։ Դուք չեք պատկերացնում ինչ սարսափելի թալան է Հայաստան։ Թալան բարձրում ասում, Երևանի փողոցի ասֆալտը քերեցին, այսքան 2 սանտիմետր ասֆալտ փռեցին նորից, $560,000 փող ապրեցին։ Երևանի փողոց։ Լափում են անխտիր, քանդվելու է բանը, ասֆալտը, բայց լափում են։ Եվ ժողովրդին ցույց են տալիս, թե ինչ-որ բան են անում։ Մարդիկ նիկոլական ժեխը, որ ասում են, դա ոչ թե որակ է, այլ հիվանդություն։ Օրինակ մարդուն ասում ես Նիկոլը ինչ լավ բան է արել, ասֆալտ է անում։ Էս է անում, այն է անում։ Դες դպրոցներում մասսայական փող են հավաքում։ Կաշառակերությունը խփել է սարսափելի վիճակի, չէ՞ տիրում։ Բայց իրենք դա չեն տեսնում։ Հասկանում ես։ Ասֆալտ է անում, այն որ 132 դպրոց է փակել, չեն տեսնում։ Օրինակ համար Երևանում Մուրացյան փողոցի վրա կար դպրոց։ 3 հարկանի ֆունդամենտալ կառույց էր քանդել են նորից հեսա։ 10% դրա փողը դնեն, կարող են ընտիր վերանորոգել 100 տարի այդ դպրոցը նորից ձայն տալ, աշխատել։ Բայց չեն անում։ Իրենք փող են մասխում, փող։ Տանում են կուբիկային ինչ-որ բաներ են սարքում, որոնց 20-25 տարվա է։ Իսկ այդ դպրոցները կառուցվել էին 100 տարվա։ Եվ խափում են մարդը։ Միայն Սյունիքում ես թվարկեմ, Սալվարտի դպրոցը փակվել է, Հացավանի դպրոցը փակվել է, Արևիսի դպրոցը փակվել է, Թասիկի դպրոցը փակվել է։ 5-6 դպրոց բեն Սյունիքում, Սիսիանում էր։ Սալվարտում 17 աշակերտ կա, 7 ընտանիք դուրը փակել է, դուրս է եկել, գյուղից որ այդտեղ դպրոց չկա։ 7 երիտասարդ ընտանիք գյուղը դատարկեցին։ Սահմանամերձ գյուղ։ Եվ այսպես շարունակ։ Եվ ոչ մեկին պետք չի։ Ես այնքան եմ հիասթափված, դու չեք պատկերացնում, ես 3 Արցախյան պատերազմներին մասնակցել եմ։ Ես հայրիկիս համար կռվել եմ, ես հիմա կարող եմ գնալ ուրիշ երկրում ապրել, թոշակառու մարդը բարձր թոշակ ունեմ, բայց իմ սիրտը պայթում է, այս ստորացված վիճակը։ Հասկանում ես, մարդկանց ասում եմ դերին լավ, այլ հմեկով ասեցին այսպես, հմեկով ասեցին այսպես։ Եվ ցինիզմը, իշխանականների ցինիզմը սարսափելի է դարձել։ Այդ իրաց պահվածքը, ինձև են խոսում, ոսու Արցախը մերն է, բանակը հզոր է, Ադրբեջանում թելադրում ենք, աշխարհին թելադրում ենք, այնպես են խոսում, կարծես ոչ չի բան։ Մնում ես ապշած։ Բայց ապշելու հետ միասին պետք է պայքարենք մեր ազգի համար։ Պետք է պայքարենք։ Նիկոլը հավերժ չի։ Եվ Նիկոլը հասկանում է, եթե ինքը չվերանտրվեց, սարսափելի հենց հիմա 100-ից ավել քրեական գործեր կան Նիկոլի հանդեպ հարուցված։ Հենց ինքը չեղավ, այդ գործերը ընդհանրում են։ Տես օրինակի համար ինքը հայտարարում է, որ կառավարությունը ես եմ։ Ազգային ժողովում, չէ՞։ Սահմանադրության 54-րդ հոդվածում գրված է իշխանության ոնց է գրված իշխանության յուրացումը անձի եւ կազմակերպության կողմից քրեական հանցագործություն քրեական հանցագործություն սահմանադրության մեջ է գրված դու ով ես որ կառավարություն ես կառավարություն ես եմ տեսեք իշխանության յուրացում կոնկրետ փաստ պետք է քրեական գործ հարուցվի ինչ մեր բանին սրբազաններին կանոնավորել ինչի համար սահմանադրական կարգի տապալման հոդվածը չէ ինքը կանոնից հայտարարեց դատավորները որ վարչապետի ասածը չանի սահմանադրության դատարանները անկախ սահմանադրական կարգի տապալումը ինչի չեն գարանավորել հասկանում եք ինչ է որովհետև սրբազանները Նիկոլի եւ Մեսելինա Աննայի համար վտանգ